Հարսնաձորի լեգենդը սերիալը վստահ քայլերով մոտենում է իր ավարտին և, ինչպես հաճախ է լինում նման դրամատիկ պատմությունների դեպքում, ամեն ինչ գնում է դեպի մեծ բացահայտումներ ու ուժեղ հուզական հանգուցալուծում։ Դիտողներն արդեն զգում են, որ այն բոլոր հարցերը, որոնք երկար ժամանակ մնացել էին անպատասխան, շուտով կստանան իրենց պատասխանները։ Սաքոյի պատմությունը, որը երկար ժամանակ թվում էր պարզապես հոգեբանական խնդիրների արդյունք, այժմ ստանում է բոլորովին այլ, շատ ավելի մութ և վտանգավոր բացատրություն։ Այսքան ժամանակ նա իրեն վատ էր զգում ոչ թե պատահաբար, ոչ էլ միայն ներքին ճնշումների պատճառով, այլ որովհետև Արմոն Գաղտնի փոխել էր նրա դեղերը։ Սա ամբողջ սյուժեն վերածում է մի լուրջ դավադրության, որտեղ մարդը վստահելով իր շրջապատին, դառնում է այդ նույն մարդկանց զոհը։ Սաքոյի հալյուցինացիաները, նրա վախերը, իրականությունից կտրված պահվածք և այս բոլորը հիմա ստանում են տրամաբանական հիմք։ Նա պարզապես դեղերի ազդեցության տակ է եղել, և դա ամբողջությամբ փոխում է հանդիսատեսի վերաբերմունքը նրա նկատմամբ։ Այնինչ նախկինում թվում էր թուլություն կամ անկայունություն, հիմա երևում է որպես ծրագրված վնաս։ Սոնայի հետ տեղի ունեցած դեպքը դարձավ ճակատագրական շրջադարձ, երբ նա պատահաբար խմում է այն ջուրը, որի մեջ լուծված էր դեղը, և անմիջապես վատանում է ուշագնաց լինելով։ Այդ պահը դառնում է միայն լարված, այլ նաև բացահայտող։ Սա այն կետն է, որտեղ Գաղտնիքն այլևս չի կարող երկար թաքնված մնալ։ Շատ հավանական է, որ հենց այս դեպքից հետո սկսվի ճշմարտության բացահայտումը։ Սոնայի վիճակը, նրա արձագանքն այդ դեղերին, բժիշկների հնարավոր եզրակացությունները կարող են բերել մեկ ուղղության Արմոյի բացահայտմանը։ Նրա արածը ոչ միայն դավաճանություն է, այլ նաև վտանգավոր հանցագործություն, որը կարող էր ծանր հետևանքներ ունենալ։ Սակայն եթե նայենք տրամաբանորեն, Սոնան ամենայն հավանականությամբ կփրկվի։ Պատճառը պարզ է. Սաքոն արդեն երկար ժամանակ է օգտագործում է այդ դեղերը և չնայած վատ վիճակին, ողջ է։ Սա նշանակում է, որ դեղերը որքան էլ վտանգավոր լինեն, անմիջապես մահացու չեն։ Այդպիսով Սոնայի ուշագնացությունը թեև լուրջ է, բայց հավանաբար ժամանակավոր հետևանք է և նա կկարողանա վերականգնվել։ Սոնայի փրկվելը կարևոր է ոչ միայն որպես մարդկային ճակատագիր, այլ նաև որպես սյուժետային գործոն։ Նա կարող է դառնալ այն մարդը, ով կօգնի բացահայտել ամբողջ ճշմարտությունը։ Նրա պատմությունը, նրա վկայությունը կարող են դառնալ այն վերջին կտորը, որը կամբողջացնի պատկերը։ Արմոյի կերպարն այս ամենի ֆոնին բացվում է բոլորովին նոր կողմից։ Եթե մինչև այժմ նա ընկալվում էր որպես բարդ, գուցե նույնիսկ հակասական կերպար, ապա այժմ նա հայտնվում է որպես մարդ, ով գիտակցաբար վնասել է ուրիշին։ Հարց է առաջանում՝ ինչու, ինչ շահ ուներ նա։ Արդյոք դա կապված է ընտանիքի ներսում իշխանության համար պայքարի հետ, թե ավելի խոր անձնական պատճառներ ունի։ Այս հարցերի պատասխաններն անկասկած լինելու են սերիալի ամենասպասված հատվածներից։ Մյուս կողմից, Նարեի տեղափոխվելը Լալայի մոտ նույնպես կարևոր զարգացում է։ Դա ոչ միայն ֆիզիկական տեղափոխություն է, այլ նաև խորհրդանշական քայլ դեպի անվտանգություն և պաշտպանություն։ Լալան, ով արդեն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, այժմ դառնում է նաև պաշտպան մյուսների համար։ Նարեի համար սա նոր փուլ է ավելի խաղաղ, ավելի ապահով միջավայրում։ Այս գիծը նաև ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաբարդ և խավար պատմություններում կա հույսի տեղ։ Լալայի տունը կարծես դառնում է այն վայրը, որտեղ մարդիկ կարող են գտնել ժամանակավոր հանգիստ այս բոլոր ինտրիգների և վտանգների մեջ։ Ընդհանուր առմամբ, Հարսնաձորի լեգենդը սերիալը գնում է դեպի հզոր ավարտ, որտեղ միավորվելու են բոլոր սյուժետային գծերը։ Սաքոյի դեղերի պատմությունը, Սոնայի միջադեպը, Արմոյի հնարավոր բացահայտումը, Լալայի և Նարեի հարաբերությունները և այս ամենը պատրաստվում է մի մեծ հանգուցալուծման գնալ։ Ավարտն, ինչպես արդեն ակնարկվում է, լինելու է անկանխատեսելի, բայց մի բան գրեթե հստակ է՝ ճշմարտությունը դուրս է գալու ջրի երես, և յուրաքանչյուր կերպար կանգնելու է իր արածների հետևանքների առաջ։ Դիտողներին մնում է միայն սպասել վերջին սերիաներում, որոնք դատելով զարգացումներից լինելու են հուզիչ, լարված և երկար հիշվող։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ հեռուստասերիալում իրադարձությունները լարված են։ Անիկը երկար ժամանակ փորձում էր Սաքոյին պաշտպանել, բայց հիմա կարծեք թե դեմ է դուրս եկել Սաքոյին և ցանկանում է
նրան հոգեբուժարան տեղափոխել, որովհետև նույն հարկի տակ նրա հետ ապրելն արդեն իհարկե վտանգավոր է, բայց հավանաբար Սոնայի հետ տեղի ունեցած դեպքից հետո ամեն ինչ կփոփոխվի։ Արդյոք Սոնային կհասկանա Անիկն այսքանից հետո ու կորոշի նրա կողքին լինել, թե այնուամենայնիվ կրկին կմեղադրի ինչ-ինչ հարցերում, կիմանաք շատ շուտով։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և լինել տեղեկացված։